Կասեք ինչ եք աջակցում Հայաստան դաշինքին եւ ինչ հույսեր եք կապում այս քաղաքականությունից։ Մեր մայր հայրենիքը այս կործանումից փրկելու միակ միջոցը Հայաստան դաշինքի ղեկավարությունն է ու ես մեծ հույսեր եմ կապում պարոն Ռոբերտ Քոչարյանի հետ ու հուսով եմ, որ մեր մայր հայրենիքը այս կործանումից փրկելուց հետո նաև կապահովի Արցախի վերադարձը։ Արժանապատիվ, կամքով, խոսքին տեր, հավատ ներշնչող եւ ամենակարևորը անցած ճանապարհ, թողած հետագից, պատերազմով անցած, զինվորի գյուղացու վառոտի հոտ առած առաջնորդ։ Աջակցելու եմ Հայաստան դաշինքին ու նաև ամբողջ ըմբտիմության ցերպազատվելու համար այս իշխանությունից, որ երկիրը հաստրել է այսօր մի այնպիսի վիճակի, որ երկրի գոյությունը հարցականի տակ է։ Աջակցում ենք ավելի շատ նրա համար, որ վերականգնենք մեր արժանապատվությունը, իսկ արժանապատիվ կեցվածք ընդունենք, ինչպես որ նախկինում կար, եւ այդ ներուժը մենք ունենք, մենք որ մի անգամ կերտել ենք հաղթանակներ, թշնամին նույնն է, ուղղակի ոչ թե իրենք են հաղթել, այլ մենք ենք պարտվել առաջինի ինքներս մեզ։ Այս փորձանքը իշխանությունը բերելով մեր գլխին։ Ցանկանում եմ հետ վերադառնալ իմ հայրենիք, իմ օջախ, որտեղ ես շատ երջանիկ եի եւ իմ հողի վրա էի եւ ամուր էի։ Ես միայն իմ հույս կապում եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ կարող է վերադարձնել իմ հայրենիքը, որպես ուժեղ ղեկավար, որպես հզոր ղեկավար, որպես զորեղ ընտանիքի ղեկավար եւ ընդհանրապես եթե զորեղ է ընտանիքը, պետությունն էլ է զորող, ինչքան ընտանիքներ ունենանք հզոր, այնպես էլ մեր ազգը եւ պետությունը ուժեղ կլինի։ Իսկ ինքը այդպիսի ընտանիքի, ավանդական հայ ընտանիքի ներկայացուցիչ է։ Ամենաուժեղը ինքն է, դրա համար էլ իրան ենք աջակցում։ Ինչու եք սատարում Հայաստան դաշինքին։ Որ Հայաստանի համար լավ եղնի, փոփոխություն ունի, որ ժողովուրդը լավ ապրեն։ Մարդիկ չեն կարող ապրեն, աշխատանք չունեն, փող չունեն։ Մեր պետության փրկությունը մենակ իրանց մոտ են տեսնում։ Ապրել եմ մի քանի ասենց ղեկավարների բան, տեսել եմ Լևոն Պետրոսյանի քանդված երկիրը, հետո Լևոն Պետրոսյանից հետո տեսել եմ, թե ինչպես է Քոչարյանը մասնիկ առ մասնիկ բարելավում, այն որ գազ, լույս, ջուր անգամ չի եղել ու այս մարդը եկել է քարին դնելով առաջ են գնացել։ Առաջնորդը հաղթել է 90-ական պատերազմերին առաջի, այ դրա համար։ Այն ժամանակ պետական ծառայող եմ եղել շատ ԽՍՀՄ տարիներից մինչև Նիկոլի ժամանակները։ Ամենաձիգ մարդը ինքն է։ Առաջի պայմանը, հա, ինչի համար եմ աջակցում։ Հետևելով քարոզարշավին, բոլորի ծրագրերին միակն ուժն է, որ գալով իշխանության սրանց պատիժը տալու է։ Այդ առաջի պայմանն է, որովհետև այս 7-8 տարվա մեջ այն ամենավատ բաները, որ եղավ մեր ազգի հետ, այդ սրանք արեցին, իրանց Ադրբեջանի ու Թուրքիայի աղբերների աջակցությամբ։ Այս քաղաքական թիմից ես կուզեի, որ այս փոքր երկրների թեկուզ մնա, սա էլ չմասմասան են այդքանը։ Ես այդ եմ ուզում, որ ես իրակ կարան երևի այդ գործերը անում։ Որպես ես Հայաստան էլի ասեք, մնա ասեք Ղարաբաղը չկա, հիմա էլ ասում են Սուննիկը, ես իմ Թրամփի ճանապարհ են տալիս, ինչ են ալիս։ Ամեն տվյալ երկրով ասնելիս պատկանում է այդ երկրին, բայց ինչու մեր տարածքով պիտի ուրիշի անունով, ուրիշ մարդիկ, ուրիշի հարկ տան, ես չգիտեմ։ Այստեղ ուղղակի այդ մարդկանց անհամատեղելի է, էլի այս մարդու արածը ու սրանց ու նրանց ու նրա արածը երեքը, որ գումարվեն, կյանքում չեն կարող այս մարդու 5%-ը գոնե անել։ Կարող էին անել, բայց քանի որ կամակատար խամաճիկ են, սոված կամակատարն ու կուշտ լիդերը տարբերվում են, չէ՞ իրարից։ Հայաստանից հայ մնա, ոչ թե թուրքը լա, ամենակարևորը ամենքս համախմբվենք, հայ մնանք, ազատենք Հայաստանը մեր թշնամի քաղաքացիներեն վարչապետեն